Մարդիկ հիմա երբ խոսում են եկեղեցու վրա իշխանության հարձակումից, մոռանում են չեն հասցնում խոսել նրանից, որ Արցախը կործանվեց, հայաթափվեց Արցախը, Հայաստանի տարածքները գրավված են, իշխող բարձունքները գրավված են, Թշնամին շարունակում է ամրացնել իր դիրքերը այդ տարածքներում, մոռանում են խոսել Սյունիքի ուրեմն հանձնելու, վաճառելու փաստորեն գործընթացի մասին են մոռանում խոսել։ Սա է ամբողջությամբ շեղեմ ուշադրությունը, միաժամանակ հարված եմ հայոց եկեղեցուն, որը հայ ժողովրդի ինքնության ամենահզոր պատվարն է, ինքնության կրող այդ, գիտեք, վերջին պատնեշներից մեկն է։ Հարված եմ այնտեղ, ստեղծեմ մի կոոպերատիվ եկեղեցի կամ մի քանի կոոպերատիվ եկեղեցիներ, բանակում թույլատնեմ եկեղեցու այդ գնդերեցների համակարգը լուծարվեց, ոչնչացվեց, հիմա բանակում կարող են հայտնվել բացի հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից, ով ասես, կյանքի խոսք, Եհովականների, որոնք կստանան իրենց սպայական բարձր գումար է կարգավիճակը կստանան եւ այնտեղ ինչ որ զրույցներ կվարեն հոգեբանական կամ չգիտեմ, ել չգիտենք ինչ զրույցներ կվարեն զինվորների հետ,